Մերոնք կետեեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Այսօր մի քիչ ասելիքը շատ է եւ խնդրում եմ, այսպես ասած, համբերությամբ զինվել։ Մինչ այդ ուզում եմ ամբողջացնեմ ասելիքս կարդալով Սամվել Խալաթյանի արդեն հանգության վաղամերիկ Արտավազդ պիեսից մի կտոր։ Արտավազդի, այսպես ասած, մենախոսության պես մի բան։ Եկեք լսենք, տիրաբարը աչքի ածում, Արտավազդը աչ ու ձախ ու ասում դուք չեք հասկանում, թե ինչ եք անում։ Դուք չգիտեք ով եք դուք եւ որտեղ եք դուք։ Ես չհասկացա, թե ինչ աշխարհ է սա։ Շրջեցի ձեր հայոց մայրաքաղաք Երևանում եւ անհասկանալի աշխարհներ տեսա։ Ձկների աշխարհ, մարմարի աշխարհ, կոշիկի աշխարհ, ներկերի աշխարհ, կահույքի աշխարհ։ Ես հարցրի, որտեղ է հայոց աշխարհը եւ ինչ իմացա։ Արամազդ, ինչ իմացա, պարզվեց, որ ամբողջ հայոց աշխարհը տեղավորել եք մեկ քաղաքի մեջ։ Զեյթունը, Արեշը, Կիլիկիան, Մարաշը, Արաբկիրը, ինչպիսի դժբախտություն։ Միթե ես այսպիսի երկիր եմ թողել ձեզ։ Այդ վայրերը հասնելու համար օրերով պիտի գնայիք, բայց տեղ եք հասնում կես ժամում մարշրուտկա կոչվող տուփի մեջ կռացած։ Բայցուր էր թե միայն դա լիներ։ Ձեզ համար գեղարդը երշիկ է, գառնին լավաշ, անին դվինը, արարատը, վասպուրականը կոնյակ, արենին, հրազդանը, իջևանը գինի, աշտարակը թան է, գյումրին գարեջուր, կարսը խորոված, դուք ամեն օր ուտում եք Հայաստանը։ Այստեղ Արտավազդը սթափվում է։ Վերջ ես ետ եմ գնում։ Գնում եմ, սակայն գալու եմ, իմացեք։ Էլի ետ եմ գալու, եւ եթե Արամազդը չարացե հայոց երկիրը նույն վաճառատուն շոփը մնաց, վայ ձեզ։ Դադար է տալիս գլխահար Արամազդը, նայում չարքերին, ասում, օ չարքեր, ետ տարեք ինձ։ Սուրը ցած է դնում, ծնկում ու ասում, չարքեր, դուք էլի հաղթեցիք։ Ուզեցի այս դառն իրականությունը, որ մենք ունենք, գուցե երբեմն այն, որ ասում է, մի հատ մեզ հարց տանք, էլի, այս որտեղից որտեղ հասանք, ինչ էին մեզ թողել եւ ինչ է դարձել։ Սա միտներս պահելու համար։ Մի ուսուցիչ է հայտնվել իմ օգտատերերի ցանկում Ալվարդ Աբովյան։ Խաչատուրի թորների չի, վստահաբար կարծես թե նա երեխեք չուներ, բայց շատ կիրթ է տիկինը, եթե իհարկե տիկին է, քանզի նկարը չկա, խորհուրդ է տալիս, ասում է դուք, Նիկոլի, չգիտեմ, պճեղը չարժեք, կամ դուք ինչ գործ ունեք, այո, այս անգամ որ ասեցիք, հանձինս է եւ հանձինը, մեկը եզակիում է գրվում, մեկը հոգնակիում, այս անգամ ճիշտ եք, բայց վստահ եմ դուք այդքան չգիտեք եւ այլ, այսպես խրատ է տալիս, հետո վերջում ինձ ասում է, ուզում եմ ձեզ մի անեկդոտ պատմել, իսկ ձեզ համար է։ Մի, չգիտեմ, պապ է լինում, անունը, չգիտեմ, Համո, կարևոր չի հիմա, չեմ հիշում, բայց ասում է, ես Համո դաշնակներն ու հնչակները իրար ուտում են, դաշնակն ասում է, ես Համոն դաշնակ է, հնչակն ասում է, Համոն հնչակ է, գալիս են այդ գյուղարունով սրով կանգնում ու ասում, Համո, դու ինչ ես։ Համոն մտածում է, ասի դաշնակ եմ, հնչակները կսպանեն, ասի հնչակ եմ, դաշնակները կսպանեն, ասում է, ես իշի քուրակ եմ։ Մի կուշ ծիծաղում են գնում են, այս կինը ինձ ասում է, ակնարկում է, որ ես իշի քուրակ եմ, ասում է կողնորոշվիր, ինքը կողնորոշված իշի քուրակ է, ասենք, Նիկոլ Փաշինյանի իշի քուրակն է։ Ես մշտապես ասել եմ, ինձ համար մեկ է, այդ կնոջը իտրուտուր մի անեկդոտ պատմեմ, ես էլ, մի հիպի երկարամաս տղա, այսպես Վանաձորում մի տաքսի է նստում, պիտի գա Երևան, այս տաքսիստը ճանապարհին հայելին գցում է սրա վրա, ասում է, հո պարոզում ես, ասում են, չի ես նայում, այս հոպարը այն հին տաքսիստներից էլ մենք ասում ենք, քյարթու ասում է, ասա, ասում է, ուզում ես իմանաս, տղա եմ թե աղջիկ, ասում է, ինձ համար մինա, աբարանը դեննած կացանք, հարցերը լուծիլ տիմ։ Հիմի ինձ համար մեկ է, Նիկոլ Փաշինյանը քանի իշի քուրակ ունի, չգիտեմ, ընդդիմություն կոչվածը քանիսն ունի, որտեղ սխալ են անում, որտեղ պակաս են անում, ես պարտավոր եմ ձայն բարձրացնել եւ որևէ մեկը ինձանից թող չպահանջի այս կամ այն կողմն անցնել։ Ես բոլորի հարցերը պիտի լուծեմ, իսկ իշի քուրակները թող հանգիստ տեղները վեր ընկնեն։ Նիկոլ Փաշինյանը զեկույցով հանդես եկավ,
թվեց ձեռքբերումները, այդ ձեռքբերումները եթե իրական են, ուրեմն մենք փայլուն երկրում ենք ապրում։ Եթե Նիկոլ Փաշինյանի ձայնը անջատես եւ իր ժեստիկուլացիաները նայես, քեզ դժբախտ կզգաս, կասես, էսով է։ Իմ կռիվը դրա հետ է, ասում եմ, այդ ժեստիկուլացիաները չափավորի։ Թող մտածի իր իմիջի մասին, ինչպես պատտվի, որ պիտանի լինի։ Ասում եմ տիկնոջդ հետ, որ գնում ես եկեղեցի, այնպես արեք, չգիտեմ, գլխաշոր ունենաք, ավելի համեստ կեցվածք լինի, չընդգծվի մարմնի մասերը, ասում են դու, չէ, ես ուզում եմ, որ այդպես լինի։ Ես ուզում եմ մենք ու ձեք, ես ուզում եմ մեր ղեկավարը սեփական օրինակով մեզ ցուցանի, ինչպես ճիշտ կեցվածքով ապրել։ Եվ ոչ երբեք, նախորդ անգամ էլ եմ ասել, անհարկի նկարվի, անհարկի ծնկի գա, անհարկի խոսի, ծիծաղ առաջացնի, եւ այդ ծիծաղի արդյունքը այսօր տեղի ունեցած Գյումրու ավականու նիստներ։ Իմ մի ընկեր հեռաձայնել է, ասում է, մի հատ հարցրու էլի, երկուսին էլ, գյումրեցիքին էլ, ԿՊ-ին էլ։ Ուզում եմ այդ հարցը փոխանցեմ, ասում է, ով ինչով էր, կարող եք պատասխան տալ, ինչպես եղավ, որ Վարդան Ղուկասյանը դարձավ Գյումրու քաղաքապետ։ Երկուսդ էլ, երկու կողմդ էլ, ԿՊ-ն իրեն ճղում է, չէ, կամ գյումրեցիք են անխել, կամ ԿՊ-ն է վատ կառավարում։ Այդ որն է։ Թող ամեն մեկը հերթական պատասխան տա։ Այդ ինչպես եղավ։ Գյումրեցին մոռացել էր Վարդան Ղուկասյանի կառավարման տարիները, ամենաթողությունները, չէ, չի մոռացել։ ԿՊ-ն իր պարտականությունը կատարեց, Վարդանը որտեղ պիտի լիներ, ինչու է այնտեղ։ Այդ կլոունադան, որ սարքում են, կապիկությունը, ԿՊ-ն պատասխանատու չի, որ գյումրեցին հիասթափված գնաց ու ընտրեց։ Իհարկե պատասխանատու է։ Ես անձնական ոչինչ չունեմ։ Ես դեմ եմ, որ հանցագործը շարունակի ազատության մեջ պտտվել։ Կամ այդ հանցագործները ԿՊ-ն են, ովքեր չեն կանխել կամ Վարդանն է Ղուկասյան։ Բարի եղեք, կողմնորոշվեք այս ժողովուրդը տեսնի։ Բայց ժողովուրդը գյումրեցին ինքը պարզապես մեղավոր չի, դա իմ կարծիքն է։ Այո, ինչով է մեղավոր։ Ինչ անի ժողովուրդը, ամեն ինչ տվեց, ընտրեց, հավատաց եւ այսօր այն շունչը, որ ուզում էր բացել, որ էսա, ասում են հատիկ ջիպը բերի, էսը բերի, այնը բերի, այն լավ արիր, որ բերիր։ Բա այդ մի քանի միլիարդ դրամ կամ դոլար գողացող ստահակը հանցանք չի գործել։ Այսինքն հնարավոր է գողանալ, հետո գողունը հետ տալ, նորից շարունակել ապրել, պտտվել, եւ դուք համարում եք սա արդարադատություն։ Մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանը, թե հո մենք չենք դնելու լինչի դատաստան անենք եւ այլն։ Չէ։ Բայց օրենքը հանցագործին ձերբակալում է, հետո նույն օրենքը բաց թողնում։ Հետո չգիտեմ, եւ այսպես շարունակվում է այս կապիկությունը։ Ու այս ժողովուրդը արդեն հոգնել է։ Այս պարտությունը Վարդան Ղուկասյանից դա ժողովրդի պարտությունը չէր, դա ժողովրդի հիասթափության արդյունքն էր։ Հավատացեք ինձ։ Ժողովուրդը աստիճանաբար խորացնում է իր զզվանքը վատ կամ սխալ կամ ոչ, այսպես թերարժեք կառավարման արդյունքում։ Սա է այդ խորը զզվանքը շարունակեք վայելել։ Խորը զզվանք են որոշ մարդիկ տարածում, ասենք Արցախի այսպես ասած տնավեր եղած մարդկանց, բայց ես ձեզ ասեմ, այն ովքեր վրանում վերընկած են հազար ներողություն, նրանք Արցախի հետ այնքանով կապ ունեն, որքանով տարիներ շարունակ մանիպուլացրել են այդ մարդկանց թշվառ վիճակում պահել եւ իրենք բոլորը քաղաքի էլիտար տներում, շենքերում տներ ունեն։ Բոլորը գնացեք, չգիտեմ, ՄՎԴ-ի մինիստրին գտեք, մյուսին ներկա նախկին, հլա տեսեք ինչեր ունեն։ Ժողովրդին մատը ծծելով են թողել։ Հիմա ձեր կադրերում Հովհաննես Սարիբեկյանն է։ Տեսեք, Հովհաննես Սարիբեկյանը Արցախյան առաջի պատերազմի հերոսներից է եղել, քիչ է, Տիշինա ռեստորանի, հիշում եք Հայտի Տիշինայի, սեփականատերն է եղել, մի քանի միլիոն ռուբլի ներդրել է զենքով ամեն ինչով, տարապել այդ տարիներին կրվել,
ու 44 օրյա պատերազմում իր տղան կամավոր Արցախում էր եւ անմահացավ։ Հովանես Սարիբեկյանը գլխին ծածկ չունի։ Բոլոր փաստաթղթերով նրան տուն է հասնում, փաստաթղթերը պաշտպանության նախարարությունում են եւ պաշտպանության սոցիալբաժնի պատասխանատուները հաշվում են, ասում են դե այս տեմպերով Հովանես ջան 40 տարի հետո տուն կունենաս։ Հովանեսը 60-ն անց է։ Ինչ անի այս մարդը։ Չգիտեմ, պաշտպանության նախարարության պաշտոնյաները բացի վերամբարձ խոսելուց կամ Նիկոլ Փաշինյանը բացի բարձր ճչալուց, ժեստիկուլացիա անելուց, չգիտեմ, այսպես բաներ անելուց, այս մարդու մասին իսկի մտածել է։ Այս մարդը տուն չունի։ Այս մարդը Արցախյան առաջի հերոսամարտի ոչ միայն մասնակիցն է, այլև իր միլիոնավոր ռուբլիները խորհրդային միության տարիներին ներդրեց, որ մենք Արցախում մեր կռիվը տանք։ Վերջին պատերազմում էլ իր զավակը ինքն էլ էր այնտեղ զավակը զոհվեց։ Այս մարդը անտուն է։ Այս մարդը ծածկ չունի գլխին եւ ասում են 40 տարի հետո։ Այն օրը հաշվեցինք, ասինք դե 150 Հովիկ ջան, պետք է ապրես էլի։ Հիմի արցախցիներին կոչ եմ անում։ Այն ազնիվների ցավը տանեմ, ազնիվները կան ու եղել են, այս ժողովրդին մանիպուլացին է, ստահակ շամվորտիկ։ Սա խայտարակություն է։ Գնացեք Քոչարյան Ռոբերտից փողերն ուզեք, ձեր միլիարդներն այնտեղ են։ Գնացեք թքեք դրանց եղած չեղածի գերեզմանի սաղուսատկացի երեսին։ Գնացեք պահանջեք, Այեն Աթանեսյանը հրաշալի ասում է, հլա դրանց ցուցակը տվեք ով ինչ ունի։ Ինչ ունի այստեղ եւ ինչ ունի արտերկրում, ինչքան փողեր ունեն։ Բոլոր հնարավորություններն այնտեղ են։ Հայաստանն ամեն ինչ արեց, այս Հովիկ Սարիբեկյանի նման, ամեն ինչ իր զավակին էլ տվեց։ Եվ դրա դիմաց այլ բան չի պահանջում, որևէ մեկը, մենք չենք ասում, մենք կարել ենք, մենք պարտվել ենք, մենք ենք մեզանից յուրաքանչյուրը եւ դուք լռել, ստորաբար 5000 դրամներ վերցրել, լռել որտեղ այն որ ասում է չպիտի լռեինք եւ երկիր ենք կորցրել։ Ծախու առևտրի առարկա են սարքել Արցախը, Քոչարյան Ռոբիկը, Դաշնակցությունը, Սերժիկը եւ մնացած պիղծ ծառայողները, ովքեր մասնակցել են այդ գործընթացին։ Մենք էլ լռել ենք։ Մենք մեղավոր ենք։ Այո, բայց հիմա եթե ուզում ենք պետություն դառնալ, այդ բոլորի տներն ու ունեցվածքները, այդ ինչա Բաքու Սահակյանը, ինչպես ինչ էլիտար շենքեր արձարկում, տարեք արցախցիներին տեղավորեք։ Տարեք տեղավորեք։ Երևանում ապրող երևանցին էլիտար շենքում չի կարողանում տուն ապրի։ Ծնված մեծացածը չի կարողանում դրա վարձերը տա, ու չի էլ կարող։ Ինչ որ բաշի բոզուկներ, այն որ ասում է դարձել են աշխարհի տեր։ Սա է խնդիրը։ Այս Հովանես Սարիբեկյանը, գիտեք ինչ է ասում է ես Երևանում տուն չեմ ուզում։ Ինձ մի քիչ փող տվեք, գնամ գյուղում իմ ձեռքով սարքեմ գոնե, մի կտոր հող լինի, մի գյուղում սարքեմ ու ապրեմ, ես դեզանից Երևանի տուն չեմ ուզում, բայց պնան էդ էլ չի ասում է դե դու աշխատող չես, քեզ այդքան փող ոնց տանք։ Հերթդ կգա տունը կտանք։ Կառավարությունը այսպես բոլորը պապազած ունեն բոլոր արժեքավոր երևույթների վրա։ Ցավալիորեն։ Կլսեն Հովիկին տուն կտան, փող կտան, կասեն գնա մի չոլո մի բուն սարքի, որ գիշերը քնես, դու էլ մարդ ես։ Ամեն ինչը տվել ես, ես չգիտեմ։ Ես էլ հույս չունեմ ինչ որտեղ, երբ խոսում եմ, ես տեսնում եմ, ես ասում եմ, Նիկոլի ես ականջով մտնում, այնով դուրս է գալիս։ Նոր տեսիլք, նոր Հայաստան, այնա, այդ Հայաստանի կարոտը ասես, դե եթե մենք Գառնին ու Գեղարդը կալբասու լավաշ ենք սարքել, այդպես պիտի լինի։ Քանի դեռ մենք մեր արմատները չենք գնահատում։ Դա անշուշտ չի նշանակում, թե պիտի սին երազներով ապրենք։ Դա նշանակում է, որ պիտի տեղում մեր պետությունն ու երկիրը պնդացնենք։ Հիմա մի քիչ ծիծաղ գնացել էի Դուբայ։ Իմ կյանքում առաջին անգամ ծով եմ գնացել, հա, գիքորն եմ, ոչինչ, գնացի Դուբայ, ճանապարհին օդանավակայանում մի երկուսը դե ճանաչեցին դեմքս դե կգնա էլի բա, դու դա պիտի գնա էլի Դուբայ, ով պիտի գնա, որ հիշեցի, այ որ քիչ առաջ կարդացի արտավաստքը, հանգուցյալ Սամվել Խալաչյանի մի պատմածը, ուզում եմ ձեզ էլ պատմեմ մի կուշ ծիծաղեք, ասում է, տանը նստած եմ գիշերը 11-ին, ես
Վանաձորի թերթի գլխավոր խմբագիրն եմ, դուրը զանգեցին, երկու ոստիկան, բժիշկներ, ասում եմ, բարև ձեզ, Խալաչյան, ձեր տունն ահա, Խալաչյան կներես, են բը Վարդուշն ուրա, Վարդուշը Սամվելի կինն է Խալաչյան, ասում այդ այդ ոնց ես խոսում, Խալաչյան կներես, դա սիֆիլիս է։ Ոնց թե, վերջը զանգել եմ, ասում եմ, ոստիկանապետին, ման, ինչ է պարզվում, ասում խեղճ կինս լաց է լինում, այն ժամանակվա պաշտոնյաների կանայք իրենց լվացքը տանում էին հիվանդանոցներում լվալ տալու։ Արյան անալիզ էին հանձնում, դե արյան անալիզն էլ չեն հանձնել, մի հիվանդի արյունը կիսել է բժշկուին, այդ հիվանդը պարզում է սիֆիլիսով հիվանդ է։ Հիմա Սամվելը ասում է առավոտյան գնացել ենք, ինչ կատաղած եմ կատաղած, բայց ինչ անեմ։ Հիմա պիտի մեր վրայից հանենք, մենք պիտի արյուն տանք, բայց ասում է միջանցքում նստած են բոլորը սիֆիլիս հիվանդներն են։ Ես գլխավոր բժշկի մոտ եմ կնոջս հետ, կնոջ սացքերը լցված, ասացի, ես սիֆիլիսների մեջով ոնց գնամ, ուր գնամ, ասես Խալաչյան, մենակ քո գլխին չի եղել հանգիստ տեղի։ Բուժքույրը գլուխը հանեց, գոռաց թե աղջի, Խալաչյանն ու իր կնիկը Կուբա են գնում։ Արագացրեք մի հատ անալիզը վերցրեք շուտ։ Հիմա ասում է ես կնոջս հետ թեև ընկա սիֆիլիս գնում եմ, սրանք հետևիցս չան չեն անում թե դաղեմ քեզ, բա Կուբա դուք կգնաք, հո մենք չենք գնա։ Հիմա իմ Դուբայ գնալն էր։ Ասեմ ձեզ, ավազը դրախտ են սարքել։ Անգլիական, այսպես ասած կախվածությունից դուրս եկան 71 թվականին 1900 կարծես սկսեցին ու սարքեցին դրախտ, սարքեցին սպասարկում։ Ամեն ծառի համար, այն որ ասում է մի խողովակ են իջեցրել, կաթիլ ջուր են տալիս, դրախտ են դարձնում, այդ հող ու ծառի համար հոգի են տալիս, որ իրենց երկիրը դառնա գայթակղիչ, որ միայն նավթահոտ չգա։ Այդ նավթի փողերը Քոչարյանի պես իրենց լակոտներին չեն տալիս։ Ծախսում են երկիր են դարձնում, պետություն են դարձնում, եւ դա հրաշալի է։ Հիացած եկա Դուբայից։ Ու ես նախանձել չունեմ։ Մենք ծառել ունենք, անտառել ունենք, ամեն ինչ ունենք ու ոչ ոք դրա արժեքը չի իմանում։ Մենք միշտ այն որ ասում է հետևից ենք գնում, ուխտիորեն ենք ընկել։ Անընդհատ խոսում ենք, անընդհատ տեսեք, հա Վարդան Ղուկասյանն ասեց, բահաբա Բելարուս Ռուսաստան միության անդամ էլ դառնանք։ Որտեղից որտեղ, հա այնքան ված աշխատեցին, Փաշինյան ենք, որ մենք այդ օրն ընկանք։ Հիմա կշարունակեն թութքից տառապողի պես ծղրտոցներ հանել, իրենց լավ աշխատանքը ցուցանել մեզ, թե ինչ անել, էական չի։ Եթե արդար ընտրությունը շարունակվեց, իսկ դա ամենակարևոր գրավականն է մեր առաջընթացի, ցավալիորեն, մենք էլի ենք ունենալու Վարդան Ղուկասյաններ։ Քանզի իրենք պիտի մտածեն, այդ ինչ է այնպես չեն անում։ Այդ ոնց է լինում, որ ասենք թե սեփական բանի մասին գրող բանաստեղծուհի կոչվածը ծլիկս, խլվլիկս, բլբլիկս բանիր սեփական եղած չեղածի մասին է գրում։ Մշակույթի նախարարությունում տարիներով աշխատեց ու աշխատում էր։ Կարծեմ հիմա էլ գուցե ես չգիտեմ ով ինչ է անում։ Ոնց է լինում, որ մի թերմացքի տանում են դնում են պաշտոնի, ով կոտրում է մարդկանց հավատը, որտեղից են գտնում դրանց։ Եվ ինչու է այսպես։ Մի քանի օրով պիտի Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնամ, խոստանում եմ հետաքրքիր ռեպորտաժներ պատրաստել այնտեղից, որ մեզանում չպակասի եւ ոգևորությունը եւ գործայելու վճռականությունը, քանզի ասված է ոչ միայն հացիվ, այլ նաեւ բանիվ։ Շատ կարեւոր է, որ լինի բանիվ։ Հենց այնպես խոսացողների պակաս չկա, բայց գործը մեր ամենօրյա Է որ ասում է սկզբունքային մեր երկրի պաշտպանունակությունը կայացնելը մեր երկրի ապագան է, թե չէ այդպես եղարդ կալբասի հույսին էլ մնալու ենք։ Եվ ուրեմն նաև ժամանակ մի կորցրեք մեկնաբանությունների համար, թե բա դու կգնաս Ամերիկա, թե ինչ գնում եմ այն լավը մաքուրը փորձեմ գտնել, ոչ միայն Ամերիկայում, ամենտեղ եւ փորձել ներկայացնել ձեզ։ Դուք դա կտեսնեք։ Եվ գուցե ոգևորվենք ու շարունակենք ոչ միայն հացիվ, այլ նաև բանիվ ապրելը։ Բանիվ ապրելը ճիշտ է։ Կհանդիպենք։